Խոյ կենթանակերպ, գումարի և ֆինանսների աստղագուշակ։ Խոյ նշանի ներկայացուցիչները ֆինանսների հարցերում, ինչպես և կյանքի շատ ոլորտներում, հաճախ գործում են էներգիայով, ինտուիցիայով և ուժեղ վստահությամբ։ Նրանք սիրում են ակտիվություն և շարժում, ինչը վերաբերում է նաև ֆինանսական գործունեությանը, ներդրումներ, գնումներ կամ կարիերայի եկամուտներ։ Ընդհանուր բնութագիր։ Էներգետիկ և նախաձեռնող։ Խոյերը սիրում են ֆինանսական ակտիվություն, արագ որոշումներ և դրամական հնարավորությունների որոնում։ Իմպուլսիվ ծախսեր։ Նրանց մոտ հաճախ լինում է թեթևամիտ և պահի ազդեցությամբ ծախսելու հակվածություն, հատկապես նոր կամ հետաքրքիր առարկաների համար։ Մրցունակություն։ Փող վաստակելու հարցում նույնպես խոյը կարող է մրցակցել ինքն իր և մյուսների հետ, ինչը հաճախ օգնում է առավելագույն արդյունքի հասնել։ Ֆինանսական ուժեղ կողմերը։ Նախաձեռնողականություն եկամտի համար։ Խոյերը պատրաստ են նորարարական միջոցներ գտնել փող աշխատելու համար, լինի դա սեփական բիզնես, ստարտափ կամ հավելյալ գործունեություն։ Ակտիվ գործարքներ և ներդրումներ։ Նրանք սիրում են ակտիվորեն գործել ֆինանսական ոլորտում, փորձել նոր նախագծեր կամ առաջադեմ միջոցներ։ Սոցիալական աջակցություն։ Խոյերը կարող են շահավետ համագործակցություններ հաստատել, ինչը բերում է ֆինանսական աճի։ Խոցելի կողմերը։ Իմպուլսիվություն և շտապողականություն։ Երբեմն նրանք ծախսում են ավելի շատ, քան պետք է, առանց մանրակրկիտ պլանավորման։ Կարճաժամկետ մտածողություն։ Խոյերը հաճախ կենտրոնանում են արագ եկամտի վրա, մոռանալով երկարաժամկետ ֆինանսական ռազմավարության կարևորությունը։ Խորհուրդներ ֆինանսական կայունության համար։ Ստեղծել ֆինանսական պլան, ծախսերն ու եկամուտները հստակ բաժանելով։ Լսել փորձառու մարդկանց խորհուրդները, հատկապես երկարաժամկետ ներդրումների դեպքում։ Պահել որոշակի պահուստ, անսպասելի իրավիճակների համար։ Աշխատել սեփական ինքնատիրապետման վրա, խուսափելու հապճետ և ապակենտրոն ծախսերից։ Եզրակացություն։ Խոյերը կարող են լինել ֆինանսապես հաջողակ և ստեղծարար, հատկապես երբ համատեղում են իրենց բնական նախաձեռնողականությունն ու էներգիան ֆինանսական պլանավորման հետ։ Նրանք ձգտում են արագ արդյունքների, բայց սովորելով զսպել իմպուլսներն ու ավելի երկարաժամկետ ռազմավարություն կառուցել, կարող են հասնել իրական ֆինանսական կայունության և բարեկեցության։